Այս ճանապարհը տանում է Տավուշ, 100-ամյա հայկական ռադիոյի ձայներից մեկը Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների վաստակավոր անսամբլը ուղևորվում է դեպի սահմանամերձ Բերդ։ Բարի երեկո սիրելի Բերդ, բարի երեկո հարգելի հանդիսատես, սահմանապահ ու հպարտ շամշատիցիներ, բարի երեկո մեր շատ սիրելի ռադիոլսողներ։ Երևանն է խոսում, բարի երեկո Բերդ, ձեզ հետ է Հայաստանի հանրային ռադիոն, այո այսօր մենք միասին ենք, մեր հայրենիքի հարազատ ձայնը 100 տարեկան է։ Սահմանին ապրող բերդեցիներն անսամբլին երկար են սպասել։ Պարզվում է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, որը շրջել է ամբողջ աշխարհում, առաջին անգամ է այս տարածաշրջանում։ Հայ երգի արքա, հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան։ Մեծ ներկայացրո Ռուբեն Մաթևոսյան։ Հանրային ռադիոն բացառիկ միջոցառում է արել իր երջանկությունը, իր 100-ամյա պատմությունը ոչ թե թմկահարելու, այլ պարզապես բերելու ձեզ, սիրելի իմ հանդիսատես, ապշել եմ, ոչ միայն բնությամբ, այլ նաև ձեր ջերմությամբ, ձեր հրաշք հոգով։ Ես շնորհակալ եմ, որ դուք սահմանամերձ եք, որտեղ առաջինն եք, ով պահպանում է հայրենի հողը։ Բերդեցիների համար համերգները տարիների կարոտն առնելու եւ առօրյան ոչ սովորական դարձնելու բացառիկ հնարավորություն են։ Մեզ համար կարևորագույն եւ նշանակալի իրադարձություն է հյուրընկալել Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլին, որն ի դեպ առաջին անգամ է մեր համայնքում եւ հուսամ ոչ վերջին, ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր որ չգիտեմ, տարիներ շարունակ դուրս չեն եկել տներից եւ մշակույթի հետ չեն առնչվել, ցանկություն են հայտնել գալու եւ դա մեզ համար իսկապես մեծ պատիվ է եւ մեծ ուրախություն է, որ այս տարիքի մարդիկ իսկապես ցանկանում են մասնակիցը լինել այս հրաշալի երեկոյին։ Իսկ դահլիճում հույզերի իսկական հրավառություն է։ Բեմում Ռիմա Սարիբեկյանն է։ Երգչուհուն բերդեցիները դիմավորում են բացառիկ ջերմությամբ։ Ռիմա Սարիբեկյանի կատարումները հանդիսատեսին տեղափոխում են տարիներ հետ, դեպի պատանեկություն ու երիտասարդություն, երբ այս երգերը հնչում էին ռադիոընդունիչներից։ Ես ուզում եմ ասել, երկար տարիներ երազել եմ եւ ես գիտեի, որ օրը ժամը գալու է եւ հանրային ռադիոն պիտի անպայման մենք այցելենք մեր սիրելի ժողովրդին։ Ես սա կարող եմ ասել հայկական երգի տոնակատարություն է, կարոտել ենք ժողովրդին, իրեն կարոտել են մեզ, ուղղակի ուզում եմ ասել, երանություն ենք ապրում, եւ մենք, եւ ժողովուրդը։ Անսամբլի գլխավոր դիրիժոր Աշոտ Պետրոսյանն ընդգծում է, սահմանին ապրող մարդկանց հետ շփումներն ուրիշ էներգետիկա ունեն, բոլորովին այլ պատասխանատվություն են ենթադրում։ Հանդիսատեսը շատ վաղուց չէր շփվել Մերանգուլյան օրկեստրի հետ, Ռուբեն Մաթևոսյանի, մեր երիտասարդ կատարողների եւ իհարկե Ռիմա Սարիբեկյանի հետ, որոնք շատ տարիներ ելույթ են ունեցել եւ հանրային ռադիո եւ հեռուստատեսությամբ եւ սիրվել են իրենց կատարումներով, այս անգամ արդեն կենթանի կատարմամբ հանդես եկան, որտեղ մեզ պարտավորեցնում է, որ մենք ավելի կարողանանք մեր շփումը շատացնել մեր հանդիսատեսի հետ, նամանավանդ շրջաններում եւ ավելի շատ սահմանային գոտիներում։ Բերդից հետո համերգային հաջորդ կանգառը Վարդենիսն է։ Այստեղ նույնպես մերանգուլյանցիները սպասված հյուրեր են։ Մեծ պատիվ է սա մեզ համար, որ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների անսամբլը հյուրընկալվել է մեզ մոտ։ Մեր դահլիճը կարոտ է այդպիսի երաժշտության, այդպիսի նվագախմբի ու
նա որ Ռուբեն Մաթևոսյանը այստեղ է եւ ինքը պատվել է մեզ իր ներկայությամբ, դա մեծ պատիվ է թե Վարդենիսում, թե Վարդենիսցու համար, թե մշակույթի պալատի հենց մշակույթի օջախի համար։ Տարիների վաստակ ունեցող արտիստների կողքին սահմանային գոտի մեկնած անսամբլի կազմում նաև երիտասարդ կատարողներն են։ Ասում են դահլիճի էներգետիկան հանդիսատեսի անկեղծ ընդունելությունն ուղղակի պարտավորեցնող է։ Հանդիսատեսը շատ ջերմությամբ ընդունեց մեզ ու մենք հասկացանք, որ շատ սպասված համերգ էր իրականում։ Մենք իսկապես բավականություն ստացանք թե հանդիսատեսի ընդունելությունից, թե աուրայից, թե առհասարակ համերգից։ Ճիշտ է, մենք չենք հասկացում, որ շատ ակտիվ պետք է լինի եւ ջերմ պիտի լինի հանդիսատեսը, բայց սպասվածից ավելի շատ են եւ դա մեծ ոգևորություն էր տալի, իհարկե մեզ աջակցում էր։ Մարզերում շատ ավելի ջերմ են, շատ ավելի կարոտով են եւ սպասումով են լցված, այս առումով ավելի ջերմությունը շատ է։ Իսկ վարդենիսցիների անսահման սիրո ու հարգանքի խորհրդանիշը դարձավ բացառիկ նվերը։ Մայեստրո Ռուբեն Մաթևոսյանին հանձնվեց գեղեցիկ կտավ, որի հեղինակը նկարիչների միության անդամ Լիաննա Ասատրյանն է։ Շելու ջերմությամբ էին ընդունում, չկար մի համար, որ հենց այնպես ծափահարեն, իսկ իմ Երևանը բեմում ես չեմ կարող ասել, բայց շատ ջերմ ընդունեցին, այնքան ջերմ, որ ես քիչ էր մնում ուզվեի ավելին, Հայաստանի հանրային ռադիոն եւ մեր ձայնը, հատկապես մեր անսամբլի կատարած գործունեությունը միշտ էլ եղել են կամրջող կարևորագույն լծակ Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Մեկ դարյա պատմություն ունեցող հայկական ռադիոյի ձայնը շարունակում է հնչել ամենուր։ Հայկական ռադիոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում մարզային հաջորդ հանդիպումը բերդավանում է։ Այս անգամ հանրային ռադիոն կներկայանա Սայաթ Նովա աշխուհական երգի վաստակավոր անսամբլի ձայնով։ Ինչպես անհաս հարկի ճամփա ես իմ մասից սանեցի Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։ Բրավո։